Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք նոր ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ խաղա մամուլի ասուլիսը Շիրակի դեմ կայացած խաղից հետո մարզիչը սկզբում կխոսի խաղի մասին, այնուհետև կհնչեն լրագրողների հարցերը. First about the match. Okay, so very difficult match. We knew that it would not be easy here in Chirac. Շատ բարդ խաղ էր, մենք գիտենք, որ Շիրակում հեշտ չի լինելու. We knew that we had to score early in order to make the game more easy. Գիտենք, որ պետք է շուտ գոլ խփենք, որպեսզի խաղն ավելի հեշտ դարձնենք. We started the game very well. We could have had easily 2 or 3 situations to score. Խաղը շատ լավ սկսեցինք, 2-3 հնարավորություն ունեինք գոլ խփելու. But then we didn't get the goal, and in one situation that we knew that it was Chirac's game, the long ball and the second ball. Եվ չօգտագործեցինք այդ պահը գոլ խփելու հնարավորությունը եւ գիտենք որ Շիրակը երկար գնդակներով եւ երկրորդ գնդակներով լավ էր խաղում. And it was a fantastic goal. Congratulations to Chirac's player. Fantastic. Fantastic goal էր Շիրակի կողմից, շնորհավորում եմ Շիրակի ֆուտբոլիստին. And then I think it was a reflex what happened in the first half. We created situations but we didn't score. It's not normal that we missed 2 penalties. Եվ այնուհետև այնինչ տեղի ունեցավ, կարելի ասել ռեֆլեքս էր, մենք 11 մետրանոց չիրացրինք. Also congratulations to the goalkeeper from Chirac because he made 2 good saves. Նաև շնորհավորում եմ Շիրակի դարպասապահին, նա շատ լավ սեյվեր կատարեց. And then what I said to my players in the dressing room is if you want to become champion, you have to win matches like this where they are tough. Այնուհետև ես իմ տղաներին հանդերձանում ասացի, եթե ցանկանում եք չեմպիոն դառնալ, պետք է այնպիսի խաղերում հաղթել, որոնք այսպիսին են, բարդ խաղերում. That we just needed to correct some situations that we did. Մենք պետք է ուղղենք ինչ-որ իրավիճակներ, ինչ-որ պահեր, որը մենք արեցինք. We started the second half very strong. Երկրորդ կեսը շատ ուժեղ սկսեցինք. We dominated the game, you know, Chirac only wants to put long ball on the back of our defensive line. Մենք երկրորդ կեսում վերցրեցինք առավելությունը մեր ձեռքը եւ Of course it's their game. Sorry. Մենք երկրորդ կեսում առավելությունը վերցրեցինք մեր վրա եւ Շիրակը միայն կարողացավ երկար հերո պասերով իրար հետ խաղալ. But we created chances. We after we take the goal and we could have finished the game maybe 3 or 4 more. Ստեղծեցինք հնարավորություններ, գոլ խփեցինք, կարող էինք խաղ ավարտել 3-4 գնդակի, ավել գնդակի տարբերությամբ. So I'm very happy for these 3 points. Շատ ուրախ եմ այս 3 միավորի համար. And also to overcome a situation which was not easy. This shows the character of the team that we have inside the dressing room. Եվ ուրախ եմ նաև այն իրավիճակի համար, որ տղաները կարողացան անցնել այս դժվարությունների միջով եւ կարողացան հաղթահարել այս. For me, all the 3 penalties are clear penalties. If you ask me, the first save of the goalkeeper is also not on the line. He defends the goal outside the line, as the rule is there, and nobody speaks about this. It's 3 penalties. It's 3 penalties we create. So I think okay, it's 3, but they exist. So when they exist, it's to be refereed. Ինչ վերաբերում է 3-11 մետրանոցների դրվագների մասին, իհարկե ինձ համար այդ 3-11 մետրանոցն էլ ճիշտ նշանակված էին, իսկ ինչու չենք խոսում այն մասին, որ դարպասապահը գծից դուրս էր պաշտպանում, սրա մասին չգիտեմ ինչու ոչ մեկ չի խոսում եւ վերադառնալով 11 մետրանոցների դրվագներին, մարզիչը նշեց, որ այո, մաքուր 11 մետրանոցների։ The first penalty Grigori is clearly blocked and kicked. Առաջի 11 մետրանոցի այդ դրվագում Գոնսալո Գրիգորյան ուղիղ հարված ստացավ, բլոկավորվեց եւ ուղիղ հարված ստացավ. Second penalty, clear foot on top of Gonçalo Silva's foot. Երկրորդ դեպքում Գոնսալո Սիլվայի ոտքի վրա ուղիղ դրվեց ոտքը մրցակցի. Penalties like this I already see 6 or 7 exactly the same. I don't say anybody speak. Այս տեսակ 11 մետրանոցները 6-7 անգամ ես տեսել եմ, ոչ մեկ այդ մասին չի խոսել. In the last penalty, they want offside, but the foul is before offside. So if the foul is before the offside, you have to give the foul and it's penalty. Իսկ երրորդի դեպքում նրանք ասում են, որ խաղից դուրս է, բայց կանոնների խախտումը եղել էր միջև խաղից դուրս իրավիճակը, այսինքն այստեղ պետք է արձանագրել խաղից դուրս իրավիճակը եւ նշանակել 11 մետրանոց. I understand the frustration, of course. If I'm on the other side, also it's difficult to have these situations, but it is what it is, and it's a clear situation still. Ես հասկանում եմ իհարկե մյուս կողմի վրթովմունքը, եթե ես լինեի մյուս կողմում, կարծում եմ նույնը կզգայի, բայց ասում եմ, որ կար այդ իրավիճակում 11 մետրանոցներ, ուրեմն կար.
That's it. Okay, thank you.